մի թեզ են, ես վերջի մի քանի օր առաջ մաղում, թեզը հետևյալն է, որ չկա ընթացակարգ ԵՏՄ-ից հեռացնելու։ Չէ, այդպես է ասում, որ այստեղ կոնսենսուս է պետք եւ այլ եւ այլ։ Իսկ կա ընթացակարգ հապկում սառեցնելու անդամակցությունը։ Չկա ընթացակարգ։ Բայց ինքը համարեց, որ ինքը կարող է սառեցնել։ Արել է։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնին հիմքերա պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը, այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պարզասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի, ասես, ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵՏՄ-ի հետ սառեցմանը։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ուրեմն դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ ասենց հոժար կամքով դուրս գայի։ 2 օր առաջ Հունգարիան մի որոշում կայացրեց, օրինակ, միգրանտների մասին։ Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ, կոնկրետ Հայաստանի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ մտցրեցին։ Եվրոմիության անդամ պետություն։ Եվ ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու, որ դժվար է պատկերացնել։ Հեքիաթներ են հերթական անգամ մեր ժողովրդին խաբելու։